Ողջունում եմ Չիբուկչյան լավիթի Մալիքի հետևորդներին, հուսով եմ լավ եք, հարգելի հետևորդներ, ինչպես տեսնում եք, այսօր մենք հյուրընկալել ենք Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, շնորհակալ եմ պարոն Սարգսյան մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Քննարկենք վերջին զարգացումները, սկսած ֆոն դեր Լայենից վերջացրած Ռուսաստանի սպառնալիքներով եւ փորձենք հասկանանք իրականում ինչ է կատարվում, բայց նախ ես հետաքրքրական մի բան, որ տպավորությունն է ստեղծվում, որ մենք անպայման խոսենք նաև պարոն Սարգսյանը մի հետաքրքիր վերջին հարցազրույցներից մեկում մի հետաքրքիր թեմա է արծարծել, որ պատրաստվում է առաջարկել են ԿՊ-ին, որպեսզի միասնական ցուցակով գնան եւ այստեղից հետաքրքիր էլի եզրակացություններ կարող են կանել, բայց հետաքրքրական մի բան։ Երևի թե սկսենք ֆոն դեր Լայենի այցից, որովհետեւ ռուսական ճնշումների հետ կապված ֆոն դեր Լայենը բավականին հետաքրքիր մեսիջ ուղարկեց եւ որքան հասկանում եմ անդադ շրջանառվում է 2 տարի ժամկետը, այսինքն այս արտոնությունները, որ տրվում է ուրեմն Հայաստանին 2 տարով, այսինքն շուկան բացում են եւ հենց այնպես չեն բացում եւ ըստ էության գրեթե տալիս են DCFTA, այսինքն խորը եւ համապարփակ առևտրի գոտու երկրների պես արտոնություններ են տալիս եւ այդ 2 տարին օգտագործելու կարողությունը հետեւյալ մի մտքի է ինձ բերում, որ ըստ էության Եվրամիությունը շատ լավ հասկանում է, որ եթե Ռուսաստանը ենթադրաբար էլի բացի շուկան, Հայաստանի իշխանությունները պետք է ամեն ինչ անեն դրա համար եւ խորհրդատվություն է տալիս Եվրամիությունը եւ օգնում է, որպեսզի Հայաստանի արտադրողին այս իրավիճակներից հետագա պետության վտանգից խուսափել, պետականության, այսպես ասեմ, վրա ճնշում գործադրելու վտանգից խուսափելու համար ուղղորդեն դեպի եվրոպական շուկա։ Եվ դրա համար հետաքրքիր մի բան ասեց, իդեպ շատերը փորձում են այսպես խուսափել, բայց մի հետաքրքիր բան ֆոն դեր Լայենը ասեց, եթե Ռուսաստանը փակում է շուկան Հայաստանի համար, մենք բացում ենք 450 միլիոնանոց շուկան Հայաստանի համար։ Եվ այստեղ շատ հետաքրքիր նյուանս է գալիս, այդ եթեի պահը կարևորագույն պահը, որովհետև ինքը ըստ էության ասում է, որ այս մանիպուլյացիաները գնում են իհարկե այսպես ուրիշ ձև են փորձում հասկանալ, որ եթե չփակի չենք բացի, չէ, դրա մասին չի խոսքը։ Խոսքը իմ կարծիքով նրա մասին է, որ ֆոն դեր Լայենը հստակ հասկացնում է, որ եթե դուք կողմնորոշվում եք դեպի եվրոպական շուկա եւ դուրս եք գալիս Եվրասիական տնտեսական միությունից, մենք ձեր համար բացում ենք 450 միլիոնանոց շուկա։ Եթե դուք դուրս չեք գալիս Եվրասիական տնտեսական, բացել փակել, այստեղ ինքը դիվանագիտորեն հարաբերական խոսում է Եվրասիական տնտեսական միության մասին, չէ՞ որ հենց հիմա Ռուսաստանը խախտում է Եվրասիական տնտեսական միության պայմանավորվածությունները։ Այսինքն շատ դիվանագիտորեն եւ ֆոն դեր Լայենը ասեց մենք թույլ չենք տա, որպեսզի որտեղ ասեց Ռուսաստանը փորձում է ձեզ կտրի Եվրոպական միությունից, Եվրոպայից փորձում է կտրի եւ մենք դա թույլ չենք տա։ Հետաքրքիր մեսիջներ գնաց, բայց պատկերացնենք մի իրավիճակ, դուք էլ վարչապետ եք եղել, պարոն Սարգսյան, 2 տարի Հայաստանը այսպես զարգանում է եւ ապրանքները արտահանվում են, Եվրամիությունը հիմա հորդորելու է, որպեսզի Հայաստանի իշխանությունները գրագետ ուղղորդեն բիզնեսներին, օգնեն, իրենք էլ փող են տալիս, գործիքներ են օգտագործելու, ինչ որ հիմա գործակալություն ուզում ստեղծեն, որը կհամակարգի, կբացատրի, կուղղորդի եւ այլն, բայց պատկերացնենք մի բան, որ 2 տարի հետո Հայաստանը չի դուրս գալիս Եվրասիական տնտեսական միությունից։ Եվ այս 2 տարին, որ խոսվում է, շատ հետաքրքիր բան է ինձ հուշում։ Այսինքն արդյոք կարող ենք ենթադրել, որ 2 տարի ժամանակ ունի Հայաստանը Եվրոպայի կողմից այս ամեն ինչը անվճար չի, որպեսզի տնտեսությունը այնպես, որտեղ ես էլ իմ եթերներում եթե դիտել եք միշտ ասում եմ, որ 2 տարին հերիք է, որպեսզի Հայաստանը ըստ էության կարողանա ինտեգրվել եվրոպական շուկային եւ այդ կորուստները առնվազն ուրեմն հավասարեցնել եւ գնալ աճի արդեն եվրոպական շուկայում։ Արդյոք Հայաստանին տրված է 2 տարի ժամանակ, որպեսզի դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից Եվրոպայի կողմից։ Ինչ եք կարծում։ Նախ կուզենայի ամբողջացնել միտքը հետևյալում, որ ֆոն դեր Լայենը ապացուցում է հին հայկական ասացվածքը, որ սուրբ տեղը դատարկ չի մնա։ Եվ հակադարձում է նաև Լուկաշենկոյի այն մտքին, որ հայերը ոչ մեկին պետք չի, հակադարձում է նաև բազմաթիվ ընդդիմադիրների այն մտքի, որ Եվրոպայում մեզ չեն սպասում։ Եվրոպայում մեզ սպասում են, Հայաստանը հետաքրքիր է Եվրոպային, եւ եթե Ռուսաստանը Հայաստանից հեռանա, Եվրոպան այդ տարածքը արագ կլրացնի, շատ արագ կլրացնի եւ բավականին ակտիվ ու լավ առաջարկություններով։
Ես բնականաբար բալանսավորման քաղաքականության կողմնակից չեմ, ես միշտ համարել եմ, որ երկու աթոռի վրա նստել ինչ որ բայի դառնում է վտանգավոր։ Ես համարում եմ, որ հիմա հենց այդ պահն է, որ իշխանությունը զգում է, որ երկու աթոռի վրա նստելը արդեն վտանգավոր է դարձել։ Ես լսում եմ իշխանական քարոզիչներից, մասնավորապես պարոն Եղոյանի այն տեսակետը, որ ցանկալի է նստել 10-12 աթոռի վրա, բայց համաձայն եմ, որ 12 աթոռի վրա նստելու համար նստատեղ է ունենալ պետք, իսկ նման չափի նստատեղ ունեն մեծ երկրները։ Հայաստանը մի աթոռի վրա պիտի կարողանա նստել եւ այդ մի աթոռի ուղղությամբ տեղաշարժվել, ու այդ երկու աթոռը շատ վտանգավոր է դարձել։ Ես երեք լսեցի պարոն Վահան Կոստանյանին, ով արտաքին գործերի փոխնախարարն է, Պետրոս Ղազարյանի հյուրն էր, ինքը ուղղակի հիմնավորեց, որ այդ 2 տարի ժամկետը ինչի մասին որ դուք ասում եք, տրված է չափանիշներին հասնելու համար, որովհետև Եվրոպան ունի թե քվոտաներ տարբեր երկրներից ապրանքներ ներմուծման համար սեփական արտադրողներին, մասնավորապես յուղմտերք արտադրողներին ապահովության համար, թե ունի նաև չափորոշիչներ, ինչ որակների պիտի համապատասխանեն տվյալ ապրանքները, որպեսզի կարողանան եվրոպական շուկաները մտնել։ Եվ Եվրոպան 2 տարի ժամկետով հանում է այդ չափորոշիչներն ու քվոտաները Հայաստանից արտահանվող ապրանքների 90%-ի համար։ Այսինքն այս բացառիկ քայլ է, բայց այս բացառիկ քայլը ես շատ լավ հիշում եմ, որ կիրառվել է 2008 թվականին Վրաստանի եւ Մոլդովայի պարագայում, եւ Վրաստանի եւ Մոլդովայի թե գյուղացիական տնտեսությունները, թե դրանք վերամշակող արտադրությունները եւ թե արտադրական բազմաթիվ ոլորտներ շատ արագ կարողացան վերապրոֆիլավորվել, կարողացան թարմացնել իրենց արտադրական միջոցները, կարողացան եվրոպական շուկաների բովանդակությունը հասկանալ եւ իրենց առևտրի բացը լրացնել։ Ես վստահ եմ, որ նման պարագայում 1-2 տարի հետո մենք կունենանք իրական կայացած գյուղացիական տնտեսություններ, ավելի խոշորացված, ավելի կոնկրետ ուղղությունների վրա աշխատող եւ նաեւ Եվրոպայում պահանջարկ ունեցող։ Եվ կարող ենք արտադրել շատ բարձր որակի արտադրանք։ Ինչ վերաբերվում է նրան, թե Եվրոպան մեզ ժամանակը տալիս է եւ սպասում է Հայաստանը կանի այդ քայլը, շատ լավ չի անի այդ դեպքում այն պայմանները, ինչ առաջադրված են Հայաստանի վրայից կանվել, մենք տեսնում ենք, որ Վրաստանի ուղղությամբ էլ Եվրոպան քայլ իր տված առավելությունները հետ է քաշում եւ բնականաբար եթե Հայաստանը դեպի Ռուսաստան ուղղությամբ քայլերը մեծացնի, Եվրոպայի աջակցությունը թե ֆինանսական, թե շուկաների առումով կպակասեն։ Այսօրվա պարագայում խնդիրը Եվրոխորհրդարանի որոշմանն է, որը միանշանակ որոշում կկայացնի, բայց կան մի խնդիր նաև, որ Եվրոխորհրդարանը շուտով արձակուրդ է գնալու եւ այդ առաջին նիստը երբ կլինի, դա հարցական է եւ Եվրոխորհրդարանը այդ որոշումը միանշանակ կայացնի, որտեղ Եվրոպան համարում է, որ այո, Ռուսաստանն արդեն իսկ ճնշումներ գործադրել է Հայաստանի վրա եւ այս օրենք անկախ նրանից թե առաջիկա շրջանում ինչպիսի գործընթացներ կլինեն, գործելու են, ինչը լավ հնարավորություն է Հայաստանի արտադրողների համար շատ արագ եվրոպական շուկաները հասկանալու, դիվանագիտական կենտրոնները շուկաներում, խոշոր առևտրային կենտրոնների բազան ուսումնասիրելու, այստեղ փոխանցելու, էկոնոմիկայի նախարարությունը ահռելի աշխատանք ունի այդ առումով անելու, շատ արագ դիվերսիֆիկացնել է պետք Հայաստանի արտադրական պոտենցիալը նոր իսկապես 450 միլիոնանոց կամ 500 միլիոնանոց շուկա մտնելու համար։ Պարոն Սարգսյան, միտքը ո՞րն էր զանգել 1 օր առաջ ֆոն դեր Լայենից գալուց Միշուստինին այն դեպքում, որ Հայաստանին չի շնորհավորել, այսինքն վարչապետին չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանը, Պուտինը, միտքը ո՞րն էր զանգելու ըստ ձեզ։ Ես իմ տեսակետը ասել եմ իմ եթերում, հետաքրքիր է նաև ձեր տեսակետը։ Գիտեք, իմ կարծիքով կա ինչ-որ ներքին թելեր, հույսեր, ռիսկեր, վախեր, որոնց արդյունքում Հայաստանի իշխանությունները փորձում են իրենց բալանսավորման գործունեությունը որևէ կերպ հիմնավորել։ Տեսեք, նույն եվրոպական մասում կան բազմաթիվ խելացի մարդիկ, ովքեր ավելի տարեց են, քան ես, արտաքին քաղաքական առումով ավելի փորձառություն ունեն, իր այդ խմբերում կան նաև ազգությամբ հայեր,
եւ որոնք շատ ցած կապեր ունեն եվրոպական տարբեր լիդերների հետ եւ այդ մարդիկ բազմաթիվ առումներով տեսակետներ են հայտնում երբեմն նաեւ բաց թափանցիկ եւ հանդիպումներ են ունենում Հայաստանի վարչապետի հետ եւ Հայաստանի վարչապետն էլ այդ տեսակետները հաշվի առնում եւ այդ մոտեցումների հիմնական կարճ բնութագրումը եթե ասեմ հետեւյալն է որ իրենք ասում են որ տեսեք Վրաստանը միանգամից փորձեց կտրել Ռուսաստանի հետ եւ ունեցավ պատերազմ 2008 թվականին։ Ուկրաինան միանգամից կտրեց Ռուսաստանի հետ եւ ունեցավ պատերազմ Ուկրաինայում։ Այն Նիկոլ Փաշինյանը չի կտրում, բայց ակնհայտ է, չէ, որ ինքը գնում է դեպի Եվրոպա ու իրենց կարծիքով սա է ամենահիմնականը, ինչը զայրացնում է Ռուսաստանին։ Ես իհարկե համաձայն չեմ այս մոտեցման հետ, որովհետև կա Մոլդովայի օրինակը, որը կտրել է Ռուսաստանի հետ, որը Հայաստանի նման ընդհանուր սահման չունի Ռուսաստանի հետ, եւ որևէ խնդիր չունի, եւ Ռումինիան էլ այսօր արդեն նայում է Մոլդովայի հետ միանալու առումով, ես կարծում եմ, որ Ռուսաստանն էլ 2008 թվականի Ռուսաստանը չի, ոչ էլ 2014 թվականի Ռուսաստանը, ու մեր այս ընկերները, ովքեր շատ խելացի մարդիկ են, շատ հարգում եմ այդ մարդկանց, իրապես իրենք լավ վերլուծաբաններ են, իրենք ի սկզբանե ոչ դաշինքային պետություն ունենալու կողմնակից էին եւ այլ ես հասկանում եմ այս մոտեցումները, բայց նման մոտեցումներ կան նաեւ Եվրոպայում եւ Հայաստանի իշխանությունն էլ հիմնականում փորձում է աշխատել այդ մոտեցումներով, ինչը այսօրվա պարագայում ես շուստրություն եմ համարում։ Բայց կարող եմ բերել նաեւ այլ օրինակներ, տեսեք, Քարոզարշավի կեսերին արդեն ձերբակալված կային 168 մարդ եւ 78 մարդու վրա քրեական գործեր հարուցված։ Այդ ժամանակ Քարոզարշավի ընթացքում ես անընդհատ բոլոր հանդիպումներում բարձրաձայնում էի այդ թվերը եւ ասում էի, որ այս համատեքստում թե կենտրոնական ընտրական հանձնաժողովը, թե Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը, թե արտգործնախարարությունը, որովհետեւ ուղղորդում Ռուսաստանից էր, պիտի հետեւություն անեին։ Այսինքն ինչ հետեւություն պիտի անեին այդ բացված քրեական գործերից 1-2-ը արագացված կարգով պիտի մտցնեին դատարան, հիմնավոր էին, որ կա շարք է բաժանել, մնացած արդեն տեխնիկայի խնդիրներ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր գործը կաներ, Մոլդովայում այդ արվել է, նաև այդ տարբերակով հուշվել էր իշխանություններին, որ կարելի է մոլդովական տարբերակով, ու իշխանությունները այդ չարեցին։ Այսօր տեսեք ընդդիմությունը անընդհատ մեղադրում է իշխանություններին, ասում է, որ այդ ձայնագրությունները շինված են, հորինված են, կարծես թե Հայաստանում հայ ֆիլմը զբաղվել է տեսա ձայնագրություններ հորինելով, մենք բոլորս գիտենք, որ դրա հետևում մարդիկ են կանգնած, ձերբակալված, ինչու չմտավ դատարան։ Ինչու իշխանությունը չարեց այդ քայլը։ Այստեղ նաև ձեր հարցի պատասխանը կա։ Ինչու շեղվեցի թեմայից, որովհետև Հայաստանի իշխանությունները մտածեցին չզայրացնենք Ռուսաստանին։ Այո։ Արդյունքում փոխանակ երկրի ներսում արդար ընտրությունների հավասար պայմաններ ապահովող ընտրությունների կարգը ապահովեն, իրենք գնացին արտաքին քաղաքական իրենց գործընկերոջը չզայրացնելու ճանապարհով։ Բալանսավորման տարբերակը։ Այո, արդյունքում ունեցան թե զայրացած թե ավելի զայրացած Ռուսաստան եւ թե կասկածի տակ դրվող ընտրություններ։ Որն է այդ վախը, ինչի համար է, որ իրենք, ասենք, չեն ուզում զայրացնել Ռուսաստանին։ Ես ինչքան մտածում եմ այլ տարբերակ, կան գազի հանգամանքը չեմ տեսնում, որովհետեւ նույն երկաթգծի առումով դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ վերջին հարցադրություն բարձրաձայնեց Հայաստանի Հանրապետության վարչապետը, ինչը ողջունելի է, վաղուց էր այդ անել պետք, արդեն 3-րդ ամիսն է, ինչ ես պնդում եմ, որ միանշանակ պիտի դրվի հայկական երկաթուղիները հետ վերցնելու տարբերակը, կամ մի քանի տարբերակը, կամ այդ հետ ենք վերցնում նախկին արված քրեական կամ չկատարված ներդրումների առումով դատական հայցերի միջոցով, կամ փորձում ենք բարեկամական համաձայնություն գալ, ասել մինչև 2035 թվականը ինչքան է լինելու ձեր շահույթը, մոտավորապես 125 միլիոնի չափով ես հաշվել եմ, եթե հաշվի առնենք վերջին 2 տարիների միջինացված թիվը, այդ գումարը տանք ձեզ ստեսություն, հաջողություն, մեր երկաթուղիները պիտի ծառայեն մեզ։ Այս մասով իշխանությունը խոսում է։ Այ մյուս մասով, այն որ չգիտեմ,
Միշուստինի հետ կապված զանգը եւ այլը, կարծում եմ այդ ամեն ինչը վերաբերվում է ռուսական գազին, այստեղ էլ լուծումներ կան, ռուսական գազին փոխարինող կա թուրքմենական գազը, որը հանգիստ կարելի է բերել 1999-ից 2002 թվականները կար Դվին կոնցերտ, որ հաշվանցում էր անում Թուրքմենիայի հետ եւ թուրքմենական գազ էր գալիս Հայաստան, այնպես որ Հայաստանը Թուրքմենիայից գազ գնել է ժամանակին ակնկալափոխանակության միջոցով, հիմա էլ է տարբերակը հնարավոր է, տարբերակը բազմաթիվ ձևեր ունի ներառյալ Թուրքիայից, Վրաստանից, Ադրբեջանից, Իրանի ճանապարհով ստանալու, այնպես որ այստեղ խնդիր չեմ տեսնում ու կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները օր առաջ պիտի ստորագրեն համապարփակ առևտրի եւ ասոցիացիան համաձայնագիրը, ինչի մասին թե ես, թե դուք արդեն տարիներ է որ պնդում ենք, որ ասում ենք, որ այս քայլին է գնալ պետք է եւ այս երկու աթոռը իսկապես շատ ծանր են ստելու։ Ես համոզված եմ, որ ռուսական թևը օր-օրի ճնշումներն ավելի բարձրացնելու է, Գալուդինի վերջի հայտարարություններից հետո ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանն էլ սկսում է արդեն անդառնալիության կետը անցնել Հայաստանի հետ փոխհարաբերություններում, խնդիրը դրելու հետ կամ-կամի դաշտում եւ Հայաստանի իշխանությունները ստիպված են լինելու ընտրություն կատարել եւ թրիպի մասով, եւ խաղաղության մասով, եւ տնտեսության մասով, եւ էներգետիկ անվտանգության մասով, իսկ այստեղ ընտրություն անելու առանձնապես մեծ հարցական չկա։ Չի կարող Հայաստանի իշխանությունը ընտրություն անել դեպի Ռուսաստան։ Այդ ուղղակի անհնարին է, որովհետև հակառակ դեպքում իսկապես պատերազմն է, հակառակ դեպքում թրիպ պայմանագրի խզումն է, Հայաստանի հանրությունը ինչ է ուզում։ Հայաստանի հանրությունը ուզում է, որ իր սահմանները պաշտպանված լինեն, ունենա պաշտպանունակ բանակ, իսկ դրա համար նոր սերնդի սպառազինություն է պետք։ Հայաստանի Հանրապետությունն ուզում է, որ ունենա լավ վճարվող աշխատատեղեր եւ հզորացող տնտեսություն ժամանակակից արդյունաբերությամբ։ Ռուսաստանը նման ոչ սպառազինություն, ոչ ներդրումներ, ոչ տեխնոլոգիաներ չունի, հետեւաբար մեր ընտրությունային երկրներն են, որոնք դրանք ունեն, եւ այդ երկրները մեզ առաջարկում են։ Եվ այլ ուղղություն ընտրելը ուղղակի ոչ տրամաբանական կլինի, եւ դա կլինի այս իշխանության վերջը։ Ինչ հետաքրքիր հանգամանքի վրա տեսեք դուք խոսեցիք Ռուսաստանի ճնշման մասին, դա առանձին հենց հաջորդ հարցն էր, որ ես ուզում էի տալ, բայց հետաքրքիր մի բան ասեցիք, դες չգիտեի, որ եղանը 12 աթոռի օրինակ է բերի, եթե այդպես է բերել 12 աթոռի, ուրեմն իրենք առնվազն կամ Օստան Բենդերը կամ Պանիկովսկու քաղաքականությունն են վարում, որովհետև դե ինքը ասեց 10, 12, 20, պետք է Պանիկովսկի արտաքին քաղաքականությունն է ստացվում, որովհետև ինչի համար ես ում վտանգներից ենք, որտեվ ռեալ վտանգ կա։ Հիմա իրենք արդեն երրորդ ժամկետ են գնում, իրանք լինելու են ամենաերկար Հայաստանի կառավարիչները ըստ էության։ Եվ դրանից դուք եք լավ հասկանում 100 տարի քաղաքականության մեջ եք, ես էլ եմ լավ հասկանում, այս դաշտում եմ էլի բավական երկար ժամանակ, որ դրան ռեյտինգը, եթե ինչ որ այնպիսի մի տնտեսական մասշտաբային ռեֆորմ չի լինում, այնպիսի մի հրաշք, ասում տնտեսական հրաշք, եթե չի լինում, ասենք, չգիտեմ, Սինգապուրյան հրաշք կամ այլ երկրների օրինակի, այդ իշխանությունը չի արդեն գնալով իր վարկանիշը այդ կուսակցության եւ այլն ընկնում եւ դրանից չի բարձրանում։ Եվ այստեղ հիմա այս ինչով է կարեւոր եւ ճակատագրական։ Մի կարեւոր հարց եմ ուզում քննարկենք, տեսեք, Ռուսաստանը հասկանում է, որ ինքը ուզում է մտնի թրիպի մեջ, դուք էլ ասեցիք, Գալուզինը պարզ ասեցիք, ռուսները ասում են իրաց փորացավը որն է։ Մենք հասկանում ենք, ով որ այդ ճանապարհը կառավարում է, բնականաբար Կովկասում ունենալու է յուրահատուկ կարգավիճակ, այսինքն եթե Թրամփն է կառավարում այդ ճանապարհը եւ այլն։ Մենք հասկանում ենք, որ տեսեք, վերջերս խոսվեց, որ Գալուզինի ամբողջ հարցինի պատասխան Հայաստանի իշխանությունները պատասխանեցին, դե բնականաբար մենք ԵԱՏՄ անդամ ենք, ուրեմն ԵԱՏՄ կանոններով է թրիպը գործելու, բայց մենք միասին հասկանում ենք, որ եթե իրանք խոսում են ինչ-որ խաչմերուկի մասին, դա արդեն տրամաբանական չէ, թե Թրամփը վերցնում է այդ ճանապարհը եւ այդ խաչմերուկը տնօրինելու է եվրասիական մաքսային գոտին, այսինքն իր բարձր թաքսերով, ամեն ինչով եւ այլն, այդ ես չեմ կարծում, որ Թրամփը կհամաձայնի ընդհանրապես դրան, եթե արդեն պահանջում է երկաթգիծ վերցնել։ Թրամփը չի անելու, ասենք, ենթադրենք տեսականորեն, եթե իրանք առևտրի տեսանկյունից են մտածում, չնայած դա էլ ապացուցված չի, որովհետեւ այնտեղ Չինաստանի հետ զարգացումներ կա, մենք տեսնում ենք ոնց է Իրանի միջոցով հարված գնում Չինաստանին, այստեղ էլ է դրա տնտեսական, դա շատ դարպասական ճանապարհ, այս տրամաբանության մեջ ես համոզված եմ, բայց հիմա տեսեք,
Ռուսները փաստորեն լավ հասկանում են, որ դա բերելու է նրան, այսինքն գնալով, որ ստիպելու են Հայաստանին դուրս գան ԵԱՏՄ-ից, եթե որտեղ այդ ահռելի միլիարդավոր դոլարները, որ ներդրվելու է ճանապարհ, ենթակառուցվածքներ եւ մնաց այդ ամենը անվճար չի լինելու, բնականաբար։ Եվ ռուսները շատ լավ հասկանում են, թե հիմա իրանք փայ չեն մտնում կամ առնվազն չեն դառնում գլխավորը այդ ճանապարհի կառավարման մեջ, այսինքն եւ դա հիմա իրենցով չեն կարող Թրամփի հետ պայմանավորվել, իրենք թույլ են։ Դուք վերեցիք այո ոչ 2008, ոչ 2014-ը։ Հիմա ուկրաինացիները արդեն Մոսկվային են պատասխան հարվածներ ստում եւ արդեն տեսնում եք ինչ հերթեր է, պանիկա է, տեսել եք երևի հերթերը բենզալցակայանների մոտ ինչա կատարում։ Ինչու՞մ է ես զգուշացնում, այսինքն ինչու՞մ նա փակուղին էս իշխանության, ինչ էինք բացատրում բալանսավորման վտանգը։ Եվրոպացիները եւ ամերիկացիները ասում են չի կարող դա լինել այդպես, այսինքն մենք ձեզ օգնում ենք, փող ենք տալի, բացում ենք, թրիփ ենք բերում եւ այլն, միլիարդներ ենք ներդնում։ Ռուսները ասում են չի կարող այդպես լինի, որովհետեւ մենք ենք այս տարածաշրջանում, այսինքն դուք մեզ ուզում եք հանեք դուրս շպրտեք, եթե մենք թրիփին չենք մասնակցում։ Այս իշխանությունները նստած ասում են, դե երևի պատերազմը կպրծնի ու իրանք շուտվանից այդ հույս ունեն։ Դե մի ձև Թրամփն ու Պուտինը իրար հետ կպայմանավորվեն, դե ինչ որ մի ձև որ իրանք իրար հետ պայմանավորվեն, մենք էլ կարանք մնանք բալանսավորման մեջ, արանքում եւ այլ այսպես շարունակ, բայց մենք հիմա տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները զգուշացնում է Չինաստանին, ասում է, այսինքն բազմիցս այստեղ հայտարարություններ են հնչում, ասում է, չի կարող միակ Չինաստանը ամբողջ աշխարհի համար արտադրել այն, ինչ որ կարևոր է աշխարհի համար։ Դա նշանակում է ամբողջ աշխարհը կախվածության մեջ է ընկնում մեկ երկրից։ Եվ ամեն օր գրեթե ամեն ռեժիմով Թրամփի ադմինիստրացիայում այդպիսի հայտարարություններ հնչում արդեն 2 տարի շարունակ։ Հիմնական պրետենզիան այդպիսի բան լինել չի կարող, որ մենք ամբողջությամբ կախված։ Ուրեմն կամ Չինաստանը բացում է իր շուկան ամբողջությամբ հավասարապես մենք բոլորս էլ մտնում ենք, որ մենք էլ արտադրենք տանենք այնտեղ այդ միլիարդանոց, միլիարդ ու կեսանոց շուկան եւ խաղը հավասարվում է, կամ ուրեմն չի կարող աշխարհը կախվածության մեջ լինել մի երկրից։ Եվ մենք հիմա իրանական զարգացումներից տեսանք, որ Հորմուզի նեղուզի անստաբիլությունը բերելու է Չինաստանի անստաբիլության։ Դա ակնհայտ անկայունություն է եւ արդեն տնտեսական հետևանքներ կան։ Մենք տեսնում ենք դոտացիաներ Չինաստանի կողմից տրվող, ես հատուկ հաղորդում եի սարքել այդ մասին, որտեղ շատերը չեն հասկանում ինչ արեց Միացյալ Նահանգները եւ ինչա կատարվում։ Հիմա այս իրավիճակում չեք կարծում, որ ինչ կներեք մի քիչ երկար, բայց հարցը նրանումն է։ Հայաստանը շարունակելով մնալ արանքում կոնկրետ քայլեր չանել չբացահայտելով ռուսական գործակալներից։ Դες դուք նշեցիք բազմաթիվ առիթներ կան։ Մեկի տղեն Բելարուսում է, պատանդ կարող է լինի։ Դուք այդ մարդուն թույլ եք տալիս, որ նա ընտրություն։ Դա վտանգավոր է։ Կարող արտակարգ մարդ է, չգիտեմ, այդ դնենք մի կողմ, հա, կարող է չլինի, ֆանտաստիկ բիզնեսմեն է, այդ էլ դնենք մի կողմ։ Բայց տղան փախած է այլ երկրի ղեկավարի մոտ է, եթե դուք ունեք տեղեկություններ։ Ոնց կարելի է նրան թույլ տալ ընտրությունների։ Կամ մարդիկ կանգնում հայտարարում են, ասում են, այո, այս մարդը, որ Հայաստանի քաղաքացի չի, Սամվել Կարապետյան անունով, կամ միայն Հայաստանի քաղաքացի չի, մի քանի երկրի քաղաքացի է, իրավունք չունի մասնակցել ընտրություններին, ինքն է մեր առաջնորդը։ Դա նշանակում է օտար երկրյա մեկը ուղղակի իր միջոցներով եւ ֆինանսներով մոտել է քո ներքաղաքական դաշտ, որ արգելված է Հայաստանում։ Այսինքն այդ մտքներին տեղ լիներ, իրանք կարող են հանգիստ դա անեն։ Հիմա որն է վտանգավորը։ Եթե Հայաստանի իշխանությունը գործում է բալանսիզմի մեջ, ինքը գործում է ոչ վճռական, ոչ էլ պատժվելու են, էլի գնալու է այս շոու դատական գործերը, բայց իրանց ռեյտինգն էլ ընկնում է։ Այսինքն ստացվում է, որ մի քանի տարի հետո, ընդդեմ այս ընտրություններում էլ բազմաթիվ կասկածերի թեմաներ կան իրականում, արևմուտքն էլ աչք փակեց, մենք տեսնում ենք ինչա կատարվում, ճանաչեց, մենք էլ ասում ենք շատ լավ է ճանաչեց, բայց մենք հասկանում ենք, չէ՞ որ պետք էր արվեր չարվեց ինչ որ բաներ, դրա արդյունքում եղավ։ Հիմա այս իշխանությունը եթե հիմա վճռական չգործի ինչպես խոստացել է եւ կոնկրետ ընտրություն չանի, մենք օրինակ 2030 թվականին կարող ենք ունենալ խայտառակ իրավիճակ եւ վտանգավոր, երբ որ նույնիսկ, չգիտեմ, Հայաստանում ոչ միայն նախկինները, ռուսական ուժերը եւ բոլորը, ով որ ռեսուրս ունի, մենք գիտենք ով ռեսուրս ունի, կարող են ուղղակի տապալել այս իշխանությունը եւ մենք կանգնենք փաստի առաջ։ Խնդրեմ։ Նախ իմ կարծիքով 2030 թվականին մինչև հասնելը Հայաստանի Հանրապետության իշխանությունները ունեն թե արտաքին քաղաքական, թե ներքաղաքական լուրջ տնային աշխատանք անելու պարտավորություն։ Հակառակ դեպքում իրենք 2030 թվականի ընտրությունների կարող են չհասնել նաև եթե չանեն այդ պարտավորությունները, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները
այս պարագայում պարտադրված են լինելու կողմնորոշում ցուցաբերելու եւ այդ կողմնորոշումն է արտաքին քաղաքական գործունեության հիմնական որոշիչ քայլը դառնալու, այստեղ ես կասկած չունեմ, ես միանշանակ է։ Այս առումով շատ լավ է որ դուք բերեցիք Ուկրաինայի օրինակը, ես հիանում եմ Ուկրաինայի իշխանությունների պահվածքով սկսած առաջին օրվանից, երբ որ նրանց առաջարկեցին գնալ Լվով եւ այդ դեպքում նույն արևմուտքը առաջարկեց, չէ՞, բայց Ուկրաինայի իշխանությունները կամք ցուցաբերեցին։ Հիմա, երբ որ Ռուսաստանը ուզում էր ցույց տալ, որ Ռուսաստանին հաղթել հնարավոր չի, որովհետեւ իրենք միջուկային զենք ունեն, Ուկրաինան պատասխանեց, որ իրենք էլ ունեն եւ Ռուսաստանի տարածքում գտնվող ցանկացած ատոմակայան այդ միջուկային զենք է Ուկրաինայի, որոնք իրենք կարող են խոցել, որովհետեւ ռուսական հարկաօդային պաշտպանությունը չի գործում եւ իրենք հանգիստ կարող են այդ խոցել եւ դա կարող է ունենալ նույն ազդեցությունը, եթե նրանք օգտագործեն մարտավարական ատոմ միջուկային զենք։ Այսինքն այստեղ էլ նույնիսկ Ռուսաստանին հակադրվում են խնդիրը ոչ թե օգտագործման կամ չօգտագործման մեջ է, այլ առաջարկող առաջարկի հակընդդեմ առաջարկ անելը, որ ես էլ ունեմ այս քայլը։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները այս քայլերից հետո ինչ Ռուսաստանն արեց Հայաստանի ընտրությունների ժամանակ, այստեղ մարդիկ ներդնելով ամեն ինչ անելով, որ անգամ երկրորդ անգամ ամեն ինչ անելով, որ Նիկոլ Փաշինյանը չանցնի, ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի կամ Հայաստանի Հանրապետության տեղի ունեցած ընտրությունները չճանաչելով, առեսօր սահմանափակումները պահելով եւ օր-օրի այդ խստացումներն ավելացնելով ամեն ինչ արել են, որ Հայաստանի Հանրապետությունները, Հայաստանի Հանրապետության իշխանությունները դրան հակընդդեմ քայլեր անեն։ Բայց Հայաստանի Հանրապետության իշխանությունները չգիտեմ ինչի, զանգում են Գալուդին, փորձում են ինչ-որ հարաբերություններ պարզել, ասում են դե կգնանք կհանդիպենք, այս չի աշխատելու այլևս։ Այս չի աշխատելու այլևս։ Ռուսաստանի իշխանությունները չեն կանգնելու։ Հետևաբար ինչ է անել պետք։ Նախ ներքաղաքական կյանքում բոլոր կաշառք բաժանողները, այն որ շալվար սվիտրից էին խոսում, նրանք պիտի դատապարտվեն, բայց իրենք պիտի դատապարտվեն ավելի մեծ, քան նրանք, ովքեր պատվիրել են եւ տվել են այդ գումարները։ Պարզ է շալվար սվիտրով գնվողը չի ունեցել այդքան գումար, որ կարողանա այդ թվով մարդկանց կաշառել, կամ Ռուսաստանից մարդիկ բերել Հայաստան։ Երկրորդ, անգամ այդ կաշառատուներին կալանավորելու, ի նկատի ունեմ Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելուց հետո, այս գործընթացը չի կանգնելու, որովհետև արդեն իսկ տարբեր տեղերում մենք օրինակ տեղային կառույցներ ունենք, որտեղ ունեցել ենք մարդիկ, ովքեր լուրջ ազդեցություն են ունեցել եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում լավ քվե են հավաքել։ Հիմա իրանք զանգում են ինձ, ասում են, գիտեք ինչ, ուժեղ Հայաստանը այստեղ մի տեխնացու է, իրենով արել, որը եթե առաջադրվի 30 եւ ավել տոկոս հիմա ունի, թեթև Կարոզարշավի գումար ծախսելու պարագայում կհասնի 50 եւ ավելի։ Հետևաբար երկրորդ տեղում կդառնա արդեն քաղաքացիական պայմանագիր, ով միանշանակ իշխանություն է մարդ կառաջադրի եւ իր տեղական կառույցներով, մարզպետարաններով փորձի իր մարդուն։ Ու իմ առաջադրվելը լավագույն դեպքում կլինի երրորդը։ Լավագույն դեպքում։ Այսինքն այն մարդիկ, ովքեր տեղական ինքնակառավարման ընտրություններին մեր կողմից պիտի առաջադրվեին, հաստատորեն այս պարագայում դառնում են ավտոմատ երրորդը։ Ինչու՞, որովհետև այն մարդիկ, ովքեր համապետական ընտրություններում փող բաժանեցին եւ արտաքին քաղաքական աջակցություն ունեցան, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում էլ այդ փողը բաժանելու են, ու արտաքին քաղաքական աջակցություն ունենալու են, եթե իշխանությունը այդ խնդիրը չլուծի, իսկ այդ խնդիրը լուծելու համար ես առաջարկել եմ արդեն, որ նախ պիտի այն մարդիկ, ովքեր հայ մարդուն գնահատել են որպես ապրանք եւ գնել են այդ քվեն, այդ մարդկանց պիտի պատժել ամենախիստ գործող օրենքներով։ Ինչ վերաբերում է երկրորդ նախագահին պետք է պատժել հենց Հարավկովկասյան երկաթուղիները 2008 թվականին կոնստիտուցիոն կառավարման տալու համար։ Մենք խոսում ենք, չգիտեմ, 200 միլիոնից եւ այլնից, որ Ռոբերտ Քոչարյանին անօրինական գույքի սեփականաշնորհման առումով պիտի բռնագանձենք, ինչ 200 միլիոն։ Միլիարդների վնաս է տվել, աշխարհաքաղաքական վնաս է տվել Հայաստանի Հանրապետությանը Եվրոպային կապնվելու այդ առումով։ Սրանից մեծ դավաճանություն էս այն հոդվածն է, որը պիտի դնել ու այդ մարդուն դատապարտել այն
Այն ամենածանր հոդվածով դավաճանության պետությանը դավաճանության հոդվածով։ Ինչի համար է տվել, որ սիստեմը անկերությունում գնա ու աշխատանք ունենա, որ ցանկացած իրավիճակում Ռուսաստանի աջակցություն ունենա, ուրիշ ինչի համար է տվել, որ տրամաբանությամբ է տրվել հայկական երկաթուղիները իր հեռանալուց մի ամիս առաջ կոնցեսիոն կառավարման Ռուսաստանին։ Դրանից հետո այդ կուսակցությունները, որոնք որ կմնան ազգային ժողովում, բայց իրենց ղեկավարները դատապարտված են, որոնք կաշառք են բաժանում։ Կստացվի, որ ազգային ժողովում կուսակցություններ են, որոնք այդ ազգային ժողովում հայտնվել են կաշառք բաժանելու արդյունքում, որովհետև իրենց ղեկավարները դատապարտված են դրա համար։ Հետևաբար այդ խորհրդարանի լեգիտիմությունը անընդհատ կասկածի տակ է մնալու։ Եթե իշխանությունը փորձի այդ կուսակցություններից մարտիկ տանել իր կողմը 2/3 ապահովելու համար, մեր ժողովուրդը դրան անասնագողություն է անվանում, որ լավ չի ընկալվում։ Այս խորհրդարանի կարգավիճակը ել ավելի է վատացնելու։ Այսինքն ստեղից հետևությունը հետևյալն է, որ այն կուսակցությունները, ովքեր կաշառքով են հայտնվել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում, այդ կուսակցությունները կուսակցությունների մասին օրենքով, իրենք որ գրանցվել են Արդարադատության նախարարություն, ընդունել են կուսակցությունների մասին օրենքի պահանջները, խախտել են այդ օրենքը։ Հետևաբար այդ կուսակցությունները պիտի լուծարվեն եւ դաշինքները եւ դրանց առաջին ես ասել եմ 3 համարներին, կարելի է մինչեւ 5 համարներին 10 տարով զրկեն որևէ քաղաքական կուսակցությունում առաջադրվելու եւ քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։ Այս դեպքում է, որ 2008 թվականին Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններ ու քաղաքացիական պայմանագիրը կարող են գնալ Երևան քաղաքի ընտրությունների տեղական ինքնակառավարման։ Հակառակ պարագայում իրենք շատ լուրջ խնդիրներ են ունենալու։ Հետևաբար խնդիրը սրանում է, որ մինչև 2028 թվական Հայաստանի Հանրապետության իշխանությունները լուրջ տնային աշխատանք պիտի անեն, լուծարելով կաշառք բաժանող դաշինքներն ու կուսակցությունները, նրանց առաջին դեմքերին բանտեր նստեցնելով եւ պատժելով, արտաքին քաղաքական ուղղվածության մեջ պիտի գնան ստորագրեն ասոցիացման, այո, կողմնորոշվեն, ստորագրեն ասոցիացման համաձայնագիրը եւ մինչեւ 2008 թվականը դնեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այդ ժամանակ իրենք կարող են իսկապես այդ քայլերը անելուց հետո ունենան այն 2/3 բաղձալի, որով կարող են, չգիտեմ, հետո հանրաքվե անել կամ գնալ 2031 թվականին 4-րդ ժամկետի։ Ընդհանրապես ես 3-4 ժամկետներին դեմ եմ, մարդիկ հոգնում են դրանից։ Դրա համար ես լրիվ նախագահական կառավարման կողմնակից եմ, ու խնդիր կա նաև, որ թե Սամվել Կարապետյանին, թե Ռոբերտ Քոչարյանին քվե տվող մարդիկ ոչ այնքան քվե են տվել, որ այդ մարդկանց գաղափարները կիսել են կամ ամբողջությամբ փողով են, այլ այն պատճառով, որ մարդիկ հոգնել էին Նիկոլ Փաշինյանից եւ բողոքական քվե կա, որը գնացել է այդ մարդկանց։ Որքան հասկացա, փաստորեն ստացվում է, պարոն Սարգսյան, որ այսինքն տրամաբանորեն, եթե իրանք կողմնորոշվում են, այս բոլոր հարցերը իրար հետևից պիտի, այսինքն ուզած-չուզած լուծում են։ Եթե իրանք չեն կողմնորոշվում, իրանք ստիպված են լինելու բախվել ձեր բոլոր ասած ռիսկերի հետ։ Միջանկյալ ընտրություններ, այսինքն տեղական ինքնակառավար մարմինների ստիպված են լինելու մանևրել այս կողմ այն կողմ, այն կողմից հարված ստանալ, այս կողմից հարված ստանալ, այսինքն ամբողջ բանալին այստեղ չսպասել մինչև իբր թե Պուտինը պետք է ինչ-որ բան պայմանավորվի, իբր թե արևմուտքի Թրամփի, չգիտեմ, Եվրամիության հետ հիմնականում Պուտին-Թրամփին իրանք հույս ունեին, եւ հասկանան, որ գնացել է արդեն պետք է ուղղակի կողմնորոշվել եւ անցնել գործի։ Եվ այդտեղից արդեն կսկսվեն բոլոր խնդիրները հերթով կարգով լուծվել։ Միանշանակ ճիշտ եք, եւ իրենք իմ նշած լուծումներին չգնալու կամ իմ ասած տարբերակով չշարժվելու իմ կարծիքով տարբերակ էլ չունեն, որովհետեւ նույն տրիպի մասով փաստաթուղթն արդեն ստորագրված է եւ Ռուսաստանի ներգրավելը նոր փաստաթղթի ստորագրում է նշանակում, ինչին պիտի համաձայնի ոչ միայն Հայաստանը, այլև Ադրբեջանը։ Եթե անգամ Պուտին-Թրամփ համաձայնություն է լինում, քիչ հավանական է, որ Ադրբեջանն ուզենա թեկուզ իր եւ Նախիջևանի հետ կապի խնդրում ունենա ռուսական վերահսկողություն։ Ադրբեջանը հազիվ է փոխվել Ռուսաստանից, Ադրբեջանն անգամ Թուրքիայից է ուզում փոխվել, ու այս համատեքստում այս փոփոխությունը նույնիսկ պատերազմի ռիսկեր կարող է բերել, եթե չի գործում, ուրեմն չի գործում։ Ուրեմն ասում ենք այլ սխեմայի, պիտի հաշվի առնենք,
որ Ադրբեջանը փաստաթուղթը ստորագրել է, նախաստորագրել է եւ ոչ թե ստորագրել, եւ մտքում դեռ տարբեր պլաններ ունի, Աստված մի արասի, եթե Հայաստանը հանկարծ փորձի շեղվել եվրոպական ուղուց, եվրոդիտորդներից, Միացյալ Նահանգների աջակցությունից, նրա դրոշի ներկայությունից Սյունիքի տարածքում։ Իսկ այս համատեքստում Ադրբեջանը թրիպի մասով իր տնային աշխատանքներն անում է, Թուրքիան ոչ միայն տնային աշխատանքներն է անում, այլև Եվրոպայից 2.2 միլիարդ վերցրել է, որ երկաթգիծ կառուցի, որպեսզի երասխավանից ախորիկ հատվածնել շրջանցեն ու այդ իմ կարծիքով մի 10-15 տարի տևելու է եւ այդ գումարը ավելանալու է եւ այս ճանապարհն է գործելու եւ այդ առումով Հայաստանը պիտի իսկապես գնա կտրուկ քայլելի եւ երբ որ վարչապետն ասաց, որ այդ երկաթգիծը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է եւ պիտի հենվենք այն մտքի վրա, որ Հայաստանի Հանրապետության սեփականությունը պիտի ծառայի Հայաստանի Հանրապետության ժողովրդին, դա նշանակում է, որ առաջիկա օրերին խնդիրը պիտի մտնի Ֆրանսիայի արբիտրաժային դատարան, որտեղ պիտի քննարկվի հայկական երկաթուղիների կոնցեսիոն համաձայնությունից հայկական կողմի հրաժարվելու մասին հայցը։ Այսինքն պիտի գնա այս հայցին, սրանից հետո Ռուսաստանը էլի են սրելու, ավելի են սրելու։ Այսինքն փորձելու են աշնանը արդեն Հայաստանի ներսում այս բողոքները, ինչը առաջացել է տնտեսական ԵԱՏՄ-ի հետ կապված խնդիրների առումով, աշնանն արդեն սրան միացնեն 5-րդ շարասյունը եւ 5-րդ շարասյունով արդեն ասեն փողոցային ցնցումների։ Ասել, որ Նիկոլ Փաշինյանը կամ քաղաքացիական պայմանագիրի հետ փորձը չունեն ու այս չեն հաշվարկում, կոպիտ սխալ կլինի։ Իրենք շատ ավելի լավ է հաշվարկում են, տեսնում են, համապատասխան տեղեկություններ ունեն, հետևաբար մինչև աշուն իրենք պիտի խնդիրները լուծեն։ Իրենք պարտավոր են այդ խնդիրները լուծեն, իսկ թրիպը միանշանակ պիտի աշխատի, այստեղ այլ ընտրանք չկա, այլ տարբերակ չկա, թրիպի գործելուն դեմ է միայն Ռուսաստանը, այսպես ասեմ, Չինաստանը դեմ է քանով որ միջինասիական հանրապետությունները, որոնք իր ազդեցության գոտում են, ինչ որ առումով այդ ազդեցությունից որոշակի առումով դուրս են գալիս, բայց Չինաստանը այդպես ուղիղ դեմ չի արտահայտվում։ Իմ կարծիքով Իրանը կողմ է թրիպին եւ Իրանի նախագահի Քաջարանի թունելի բացման արարողությանը մասնակցությանը, նաև Հայաստանում ընտրությունները թե արտգործ նախարարի թե նախագահի կողմից շնորհավորելու համատեքստը հիմնավորում են, որ Իրանը թրիպին դեմ չի, ու ինչի պիտի դեմ լինի, որովհետև ընդամենը 40-45 կիլոմետր երկաթգիծ են գցում մինչև Ջուրֆա, եւ իրենք էլ են միանում դեպի Եվրոպա գնացող ճանապարհին, որը իրենց համար շատ ցանկալի է։ Իրանում նախ պետք է հասկանանք ով է դեմով, կողմիաթ հասկանանք ով մնում ով չի մնում, որտեղ հիմա Իրանում հիմա այսօր ես կարդացի, որ վարչապետը հանդիպել է Իրանի իշխանությունների հետ, բայց այնտեղ հələ իշխանությունը չգիտեն ով է։ Այնտեղ հիմա այնպես քաոս է, որ չգիտեն, այնտեղ հիմա ես բարբերաբար եթերում անդրադառնում եմ, այդ Իրանի մասը հələ մի կողմ թողնենք, թե այնտեղ ինչ կլինի։ Ես կարծում եմ, որ տեսեք, Ադրբեջանի մասով ես վստահ եմ, որ իրանք գող չեն թրիփից, այսինքն ինչ որ իրանք ուզում էին չստացան, եւ այստեղ ես մի քիչ կասկած ունեմ, որ Ադրբեջանը հակառակը, եթե տեսնի, որ Ռուսաստանը կարողանում է Հայաստանին պոկել արևմուտքից հետ բերել, իրանք սիրով կվերադառնան նոյեմբերի 9-ին։ Հատկապես Ռուսաստանը հիմա այդքան ուժեղ չի, ինքը Թրամփը ուժեղ է, Թրամփը չտվեց այն ինչ որ ինքը ուզում է։ Պուտինն հետ ինքը ավելի հեշտ լեզու կգտնի, հատկապես որ Թուրքիան էլ կա կողքը, ինձ թվում է իր համար այդ սցենարը իդեալական է։ Պարզապես Ադրբեջանը կսպասի, կտեսնի, եթե կսխալվեն Հայաստանի իշխանությունները, կօգտվի առիթից։ Եթե չեն սխալվի, բնականաբար խաղի կանոններով, որը առաջադրվում է Թրամփի կողմից, կոպիտ ասած, եւ այստեղ հասկանալի է, որ խաղի կանոնները մեծամասամբ մեր օգտին են։ Բայց մի պայմանագրի մասին էլ ես կուզեմ անպայման շեշտենք, որ ես կարծում եմ գազի խնդիրը այդքան որպես այդպեսին ոչ թե գազի փոխհատուցման մասը, իմ կարծիքով էս իշխանությունները չեք կարծում, որ խնդրեմ են գազային պայմանագիրն է դավաճանական, ըստ էության որ կնքվել է Սերժ Սարգսյանի օրոք, որի տակից չեն կարողանում դուրս գալ։ Այսինքն Թուրքմենստանի swap-ը անգամ հիմա եթե Ամերիկա, Իրան ենթադրենք տեսականորեն բանակցում են, չէ, ենթադրենք պայմանավորվեցին, այս 60 օրն էլ թույլ է տալիս դոլարով առևտուր անել, չէ, մեծ հաշվով հիմա Իրանին։ Այդ դեպքում ընդհանրապես վերանում է որևէ խոչընդոտ ուղիղ Իրանից բերել գազը, գազամուղն էլ կա, բայց խնդրեմը այն է, ես այս վերջերս անդրադարձա գազային պայմանագրին, միջև խողովակից միջև վերջին աթոռը ուղղակի ռուսներին են տվել, խողովակից միջև գազի հետ կապված ամեն ինչ, ամբողջ ենթակառուցվածքը, ու ես ենթադրում եմ, որ համարցակ չեք կարծում, որ համարցակության խնդիր է, որ ոչ միայն կոնցեսիոն կառավարումը երկաթգծերի, այլ նաև այստեղ էլ պիտի գտնեն լուրջ թեմա,
որ կարողանան ռուսների ձեռից վերցնել, որտեղ այդ պայմանագիրը այն ինչ որ կնքված է, դա ուղղակի պետական դավաճանության հավասար պայմանագիր է։ Այն աստիճանի ծուղակն են գցել Հայաստանը, այն աստիճանի ստրկական կախվածության մեջ են դրել։ Չնայած կարծես թե ֆոն դեր Լայենը ասեց մասնագետներ կուղարկենք հաջորդ շաբաթ, մենք Ուկրաինայի եւ Մոլդովայի օրինակով փորձ ունենք հասկացրեց, բայց չեք կարծում, որ այստեղ խնդրեմը գլխավոր այնից այդ գազայի պայմանագիրն է ու համարձակությունը որ կա։ Ես իսկապես նայում եմ, որ Հայաստանի իշխանություններին վախեցնող միակ հանգամանքը, որից ելնելով իրենք պիտի փորձեն զանգեր անելով Վերչուկին կամ մեկ ուրիշ պետական ռուսական պաշտոնյայի կամ փորձեն Պուտինի հետ առանձին հանդիպում ունենալ, հիմնականում գազն է։ Ուրիշ որևէ բան չկա, հապկ անցած էտապ է, ես չեմ կարծում այդտեղով Հայաստանը որևէ խնդիր ունի, յատոմը մասով էլ հիմնականում գազն է։ Ու այս առումով իսկապես խնդիրները լուծվող են եւ այս առումով ես գտնում եմ որ ոչ միայն հանցավոր, նաեւ շատ լուրջ կոռուպցիոն համաձայնագիր էր վերջին գազամուղի 20% Ռուսաստանին տալու, ինչի ջատագովներ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ով էլ ինչպես Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի ամենահարազատ մարդն է, բայց այս համատեքստում պիտի դիտել խնդիրները համեմատության մեջ։ Տեսեք, Եվրոմիությունում հիմնականում ուզում են դուրս գալ այն երկրները, ովքեր հզոր են իրենց տնտեսությամբ։ Օրինակ բրիտանացիները Brexit-ով ասեցին մենք ավելի շատ տալիս ենք, քան վերցնում ենք, ճիշտ է հիմա փոշմանել են։ Ֆրանսիայում ազգայնականները խոսում են Եվրոմիությունից դուրս գալու համար, իսկ ՀԱՏՄ-ում հակառակը։ Փոքրերն ուզում են դուրս գան, մեծերը կպած այդ փոքրերին պահում են, ասում են դուրս եկա կպաջե։ Ինչու՞։ Շատ բարձ, որտեղ ժողովրդական լեզվով ասած կտում են այդ փոքրերին։ Այսինքն մենք ավելի շատ տալիս ենք կամ վերցնում ենք, եւ այդ կառույցը ավելի քիչ տնտեսական է, քան քաղաքական, հետեւաբար իրենք ուզում են մեզ այդ կառույցում պահել։ Այդ կառույցից դուրս գալ, այո, խնդիրներ առաջացնելու է գազի հետ, խնդիրներ առաջացնելու է նաեւ գազի խողովակի հետ, բայց այդ խնդիրները նաեւ ինչպես ֆոն դեր Լայենը նշեց, կարող են լուծվել արբիտրաժային դատարաններում, կարող են լուծվել միջազգային օրենքներով, վերջիվերջո Ռուսաստանը միակ երկիրը չի, որը գազ ունի, եւ վերջիվերջո Հայաստանը այնպիսի տարածաշրջանում է գտնվում, որտեղ էներգոկիրների բազմաթիվ տեսակներ կան, ավելին մենք պիտի աշխատենք հնարավորինս քիչ գազ օգտագործել, մենք արևային էներգիա ունենք, մենք արագավազ հոսող գետեր ունենք, որոնք հիդրոէլեկտրակայաններ կարող են կառուցել ջրերի անվարման եւ այլնի պարագայում ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման անցնելու պարագայում ինչի մասին ես արդեն 10 տարի է խոսում եմ, իսկ հիդրոէներգետիկան ամենաէժանն է։ Մենք նոր ատոմակայան պիտի կառուցենք շատ ավելի մեծ հզորությամբ, որտեղ արհեստական ինտելեկտի եւ Nvidia-ի վերած առաջարկությունները տեղեկատվական կենտրոն ստեղծելու առումով լուրջ էներգետիկ ռեսուրսներ են պահանջելու եւ կանաչ էներգետիկա։ Այսինքն Հայաստանը մինչեւ 1000 մեգավատ էլեկտրոէներգիա առաջիկա 5-10 տարում պիտի հասնի դրա արտադրության, իսկ այստեղ գազի ծավալը արդեն կարող է իջնել 5-10%-ի։ Ավելին ասեմ, որ տեսեք, ասենք Nvidia-ն նախնական դրեց 500 միլիոնի ներդրում Հայաստանում անելու, հրազդանում որ անում է, հիմի այդ տիպն աճելու է մինչև 5 միլիարդի։ Ռուսաստանը կարող է նման առաջարկ անել։ Չի, իհարկե չի։ Անհետև է, ասենք, Nvidia-ն մի ամբողջ Ռուսաստանի այս 30 տարիների արած ներդրումներից բազմապատիկ անգամ ավել ներդրում է պատրաստում անել Հայաստանում, նաև Հանքավանին մոտ, ինչքան գիտեմ, նախկին այդ Հանքավան Աղվերան ընկած ուզում են կորպորատիվ քաղաք կառուցել 100,000 աշխատողի բնակչի համար, որոնք պիտի ձմեռը լավ կլիմայի պայմաններում, ամառը զով պայմաններում աշխատեն այդ կայաններում, որոնք բարձր վճարվող, ինտելեկտուալ բարձր մակարդակ ունեցող մասնագետներ են լինելու։ Այս Հայաստանի նկարագիրը, Հայաստանի տնտեսության զարգացման պատկերը ամբողջությամբ 180 աշան փոխվելու է, ու այստեղ թե Հայաստանի Հանրապետության իշխանությունները ինչ են մտածում, ով ինչ կանի, դառնում է երկրորդական։ Կուզենայի նաև մեկ բառով անդրադառնալ Իրանի խնդրին, որտեղ Հայաստանում շատ է խոսում Հայաստանի վարչապետի Իրան այցելության ստեղծման արարողությանը մասնակցության առումով, որովհետև այս խնդրում գիտեք ինչ է,
Այդ տեսեք Հայաստանի Հանրապետության վարչապետը շատ լավ գիտի, որ երկրորդ անգամն է կամ երրորդ անգամն է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ ամեն ինչ անում է, որ ինքը չանցնի, որ իր համար մեկ հակառակորդը տնտեսական եւ այլ խնդիրներում այստեղ մարտիկներ դնելով Վլադիմիր Վլադիմիրի Պուտինն է։ Բայց եթե Պուտինը մեռնի, Նիկոլ Փաշինյանը միանշանակ թաղմանը գնալու է, որտեղ դա հին հայկական սովորություն է եւ ընդհանրապես հայերը նույնիսկ կրված հարևանի հետ, երբ որ պինդ վիճած են այդ հարևանի հետ չեն խոսում, երբ որ դժբախտություն է լինում, գնում են այդ արարողություններին մասնակցում են, այնպես որ ես վերագրում եմ հարևանների հետ ունեցած փոխհարաբերություններին ու սովորություններին։ Ինչ վերաբերվում է Իրանի իշխանություններին, ես շատ կուզենամ, որ Իրան Միացյալ Նահանգներ համաձայնություն վերջի վերջո լինի։ Ձեր հետ համաձայն եմ, որ այդ համաձայնությունը շատ հեռու է, լավատես չեմ առանձնապես, բայց եթե այդ համաձայնությունը լինի, վստահեցնում եմ ձեզ, որ այդ համաձայնությունից 5-10 տարի հետո մենք ունենանք բացարձակ այլ կարգավիճակի Հայաստան, մոտավորապես Թայվանի օրինակի Հայաստան, մոտավորապես չգիտեմ Մակաոյի կամ եվրոպական որևէ այլ կենտրոնական Եվրոպայի փոքր երկրի կարգավիճակի Հայաստան։ Ես երբ որ մենակ կարդում ես Ամերիկայի Միացյալ Նահանգների ստրատեգիական պայմանագիրը, սկսած քրիտիկական մետաղներից, հանքերից, զտումից, վերամշակումից միջև պատրաստի արտադրանք ամբողջ շղթան որ նայում ես, արդեն հասկանում ես ինչ են ուզում Հայաստանի հետ անել, որտեղ ինչ պլաններ են ունենում, որտեղ տարածաշրջանը շատ կարևոր է եւ առաջիկա տասնամյակների ընթացքում կարևոր է լինելու հենց այդ ճանապարհները, հարցը նա թե արդյոք ինչ մղում ունեն եւ ինչով են զբաղված Հայաստանի իշխանությունները, ես շատ կարևոր է, ինչու եմ ասում, որովհետեւ տեսեք, կոռուպցիայի գործոնը մի կողմ դուք էլ նշում եք, այսինքն Ռուսաստանի գործելավոճ այդ պայմանագրերը, որ կնքում են կամ այդ պարտադրանքը կամ աշխատելավոճը ռուսական, չէ՞։ Այսինքն տեսեք, կոռուպցիայի հետ կապված բացի դրանից հիմա Ռուսաստանը իդեալական պահը այն պայմանագրերը, որ մեր վզին փաթաթվել է, ազատվել, մենակ են, օրինակ Մոլդովայի, Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանը այսօր միջազգային իրավունք գլխավոր խախտողն է, Պուտինը բանա, մեղադրյալ է Գաագայի դատարանում, հա, մեղադրյալ է։ Իդեալական պահ, որ այդ պայմանագրերը միջազգային հանրության օգնությամբ ուղղակի մեր համար, մեր վզին կախված այդ պարանը ուղղակի հանել, դրանից հետո չի լինելու։ Էս է պահը, որտեղ հիմա դու կարաս անգամ բռնես ճեղես պայմանագրերը, ուղղակի հղում անելով, որ դու այս պահին ցեղասպանություն ես գործում կողքի պետության վրա, տեսականորեն, հա։ Նու ես մի քիչ կոպիտ եմ ասում, հիմնավորելով, որ դու խախտում ես միջազգային իրավունքը, դու պահանջում ես մեզ, չէ, դու վտանգավոր ես։ Դու եթե սենց ես անում, մենք չենք կարող ունենալ այսպիսի վստահելի պայմանագիր, կոպիտ եմ ասում։ Իրավաբանները հաստատ կասեն, ֆոն դեր Լայենը գիտի, դրա համար ասեց հատուկ շեշտեց հենց Մոլդովայի եւ Ուկրաինայի օրինակը, բայց դա տեսնենք հələ ինչ կլինի, դուք արդեն վտանգները ներկայացրեցիք, իրենք արդեն թող մտածեն, հասկանան ինչ անելու, ինչ չի լինելու, շատ ինձ թվում է կարծում եմ իրենց միջանկյալ վտանգները արդեն ապագա ներկայացրեցիք։ Մի կարևոր հարց ուղղակի վերջում ինչ է հետաքրքրեց վերջում ես վերջերս լսեցի ձեր արտադրություններից մեկում դուք ասացիք որ առաջարկել եք որպեսզի միասին գնաք ընդ որում հետաքրքրական ընտրությունը նույն ցուցակով ընդ որում հետաքրքրային չէ իրենք փորձել են ձեզանից այսինքն չնույնացվել ձեր հետ ինչի որտեվ դուք արևմտյան ուղղություն եք ներկայացնում իրենք ուզեցել են զուտ արևմտյան ուղղություն չներկայացնել, հա, իսկ որքան հասկացա, ուզեցել են հերո մնան, որտեվ եթե ասոցացվեն ձեզ հետ, կստացվի որ իրանք արևմտամետ են, հա, տեսականորեն։ Իրանց դա պետք չէր։ Իրենք ուզում էին մնալ արանքում, ինչը փաստում է։ Բայց ինչն է հետաքրքիր, ինչը ինձ անարդար թվաց, եթե ճիշտ եմ հասկացել ձեր խոսքը, ինչը ինձ անարդար թվաց ամենի մեջ, ըստ էության իրանք օգտագործեցին ձեր, այսպես լավ, այսպես ձևակերպենք, ձեր դյուրահավատությունը իրենց նկատմամբ, երբ որ դուք այդ ստորագրավակը կազմակերպեցիք, ազգային ժողով մցրեցիք, իրանք ըստ էության ձեր արած աշխատանքը, այսպես ասած, ձեր էլեկտորատը, այսպես ասենք, վերցրեցին, յուրացրեցին, ասեցին համ Եվրոպա մենք մետն ենք մենք, յատամիստներին ասում են յատամիստը մենք ենք, եվրոպամետներին ասում են եվրոպամետները մենք ենք, մի խոսքով, հա։ Եվ երբ որ պահը եկավ, երբ որ ձեր օգնությամբ ասենք, հա, որովհետև դուք ըստ էության այդ կրեդիտը տվեցիք նայեք, ասում եք կոպիտ ասած ասում եք մենք խնդրեմ չունենք, դուք արեք, դուք եղեք արևմտամետը, տեսականորեն, հա, մենք այդպիսի հավակնություն ունենք, մենակ դուք արեք, կոպիտ ասած, հա, այսպես ձևակերպենք, հա, նուր։ Բայց ստացվում է այնպես, որ իրանք ինչ արեցին, օգտագործեցին ձեր դյուրահավատությունը, այսպես ասեմ, վերցեցին էլեկտորատը, վերցեցին կրեդիտները այդ ստորագրահավաքի, ինչ որ օրենք ընդունեցին, որը որևէ բան չի պարտադրում, բայց սա օրը թափահարում են, որ ընդհանրապես որևէ բան չի պարտադրում, եւ ըստ էության չուզեցան ձեզ այդ նույն ցուցակով գնալ։
Ասեմ հետևյալը։ Նախորդ հարցի մասով ասեմ, ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները լուրջ ընտրության հնարավորություն ունեն եւ իրենց ընտրությունից է կախված Հայաստանը որ ուղղությամբ է շարժվելու։ Արդեն Ռուբիկոնն անցած է, կարմիր գծերն անցած է, թրիպը ստորագրված է, Հայաստանի Հանրապետության իշխանությունները այլ ուղղությամբ շարժվելու ուղղակի հնարավորություն չունեն եւ իրենք պիտի շարժվեն հոսանքի հետ ուղղությամբ։ Չդարմանակ, բայց ես անգամ ուզում եմ շնորհակալ լինել Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին եւ Ռուսաստանի իշխանություններին, որ Հայաստանի իշխանությանը այլևս բալանսավորման հնարավորություն չեն թողում, որովհետեւ Հայաստանի իշխանությունները ստիպված են հրաժարվելու դուրս գալու ԵԱՏՄ-ի ցավքից, ինչով ամրագրելու են, որ իրենք բալանսավորողներ չեն։ Դրա ամրագրումը լինելու է այն, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ընդունելու է, որ իրենք այլևս բալանսավորող չեն։ Եթե իրենք դուրս են գալիս, եթե իրենք երկաթգիծը հետ են վերցնում, նշանակում է, որ իրենք բալանսավորող չեն, կամ իրենք դա էլ իրական բալանսավորումը դա է, ինչ իրենք պիտի անեին։ Չեն արել, բայց հենց այդ արեցին Ռուսաստանի հետ միանգամից ամեն ինչ խզվելու է ու իրենք բալանսավորող չեն դառնալու։ Ինչ վերաբերվում է մեր հետ փոխհարաբերություններին, մեզ անընդհատ ասել են, որ մենք ԿՊ-ի կցորդն ենք եւ այլը, իրականում մեր կուսակցությունը եւ ես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության անկախության կցորդն ենք եղել եւ եթե օժանդակել ենք այս իշխանությանը, օժանդակել ենք նրա համար, որ ուսապատակները իշխանության չի գա։ Մենք հիմա էլ վստահ ենք, որ նոր ընտրությունների պարագայում արևմտյան արժեքներ կրող որևէ քաղաքական ուժ կամ լիդեր չի կարող 50 պլյուս հավաքել կամ հավաքել ավելին, եթե լսնի Ռուսաստանի կոնսենսուս մինուս 1 ջրաղացին ջուր, ապա իշխանության կգա կամ Սամվել Կարապետյանը կամ Ռոբերտ Քոչարյանը կամ ռուսական թևի որևէ մարդ եւ Հայաստանի իշխանությունների ունեցած իշխանական ռեսուրսը օգտագործելով էլ, որ պիտի կարողանային այդ ռեսուրսին հակադրվել։ Եվ այդ պատճառով է, որ ես նաև այս ընտրություններում ռուսական ուժերի կամ Հայաստանի Հանրապետության Բելարուս չդառնալու, անգամ Վրաստան չդառնալու հանգամանքը ողջունել եմ եւ համարել եմ նաև իմ հաղթանակը։ Որևէ մեկը մեզ չի օգտագործել եւ չի կարող օգտագործել, մտքով է չանցնի, որ կարող է օգտագործել, որովհետեւ Վազգեն Սարգսյանի եղբայր լինել ինձ լրիվ բավարար է իմ տեսակետներն ասելու եւ ավելին է քան ազգային ժողովի ցանկացած падգամավորի կարգավիճակ։ Հավատացնում եմ ձեզ ու հարգանք ու պատիվ իմ եղբորս, որ կարողացել է այնքան թողնել, որ իր եղբայրը ուղղակի իրանով կարող է տեսակետներ ասել եւ տեսակետները շատ ավելի լսելի լինեն, քան ցանկացած падգամավորի։ Հետևաբար ես օգտագործելու հանգամանքը կողմ եմ դնում, դա ռուսական նարատիվ է, ինչը շատ լավ օգտագործեց թե Կարեն Կարապետյանը, թե Ռոբերտ Քոչարյանը ամենօրյա ռեժիմով մեզ կցորդ դարձնելու համատեքստում։ Ինչ վերաբերում է Իմունիկոն Փաշինյանի խոսակցություններին, ես չեմ առաջարկել միայն մեր հետ, ես առաջարկել եմ արևմտյան քաղաքական դաշտի կամ այս ընթացքում քաղաքացիական պայմանագրին ու Հայաստանի իշխանությանը աջակցած բոլոր անհատներին եւ քաղաքական ուժերին առանց բացառության բոլորին համախմբել մեկ ցուցակով եւ այդ հիմնավորել է մարտավարությամբ, քանի որ ռուսական թևը գնում է գյումրիական մարտավարությամբ մոլեկուլների սկզբունքով վերջում միանալու, ասած ես դեպքում տեսնում եմ ավելի նպատակահարմար այս թեմն ընդունի մարտավարություն միասնական գնալու առումով։ Ինքը պատասխանեց, որ այդ դեպքում իրենք չեն կարող սպասարկել բալանսավորման քաղաքականության թևը, ինչը ավելի շահեկան է։ Իմ համար որևէ արտասովոր բան չկար, որովհետև Հայաստանի քաղաքացիական պայմանագիրը մշտապես ասել է, որ իրանք բալանսավորող են, որ իրանք արևմտամետներ չեն, որ իրանք տարածաշրջանային քաղաքականություն վարողներ են, որ այսօր էլ իրենք զանգերով փորձում են ապացուցել, որ իրենք բալանսավորման դաշտում են, որ Եվրոպայում կան քաղաքական անհատներ, տեխնացուներ, նույնիսկ լիդերներ, որ գտնում են այդ ուղղությունն ավելի լավ է, այ գլխացավանք չունեք, բայց ես ասում եմ, որ իրենք Զելենսկուն են ասում էին, վերկաց ու Կիևից հեռացի, էլի։ Այստեղ քո կամքն է պետք։ Քո կամքը, քո երկրի քո ժողովրդի մեջ։ Այո, մեր ժողովուրդն ինքը պիտի ցույց տար, որ ինքը իսկապես իր քվեով ուզում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում տեսնել իրական արևմտյան արժեքներ ու
եվրոպական արժեքներ կրող քաղաքական ուժի, ես իհարկե շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մեզ քվեարկել են, բայց եթե մենք այդ ազգային ժողովում լինենք, վստահեցնում եմ ձեզ, Ուրսուլա ֆոն դեր Լայնը վիզայի ազատականացման ռեժիմի մասով խոսելուց 6 ամիս ժամանակ կասեր։ Եթե ես վստահաբար եմ ասում ձեզ, 100% եմ ասում ձեզ, որ այդպիսին կլիներ, այսինքն երբ որ խնդիրը հասնում է սև ու սպիտակի, երբ որ ազգային ժողով ասում են միայն այն քաղաքական ուժերը, ովքեր շատ փող են ծախսել, երբ որ քաղաքական ուժերից մեկն ասում է, այ մեզ չընտրեք 300,000 ադրբեջանցի է գալու, մյուսն էլ ասում է, եթե մեզ չընտրեք սեպտեմբեր ամսին կամ աշնանը պատերազմ է լինելու։ Այստեղ ուզում ես քաղաքական ուժերին միավորի արևմտյան քաղաքական դաշտի, ուզում ես միավորի, ինչ ուզում ես աղա, արդյունքները լինելու են այսպիսին։ Այ ամբողջ խնդիրը նրանում է, որ երկու թևերը որոշեցին իրար հետ մատնչել, իրար մկաններ ցույց տալ, ու արդյունքում արժանացան նրան, ինչից երկուսն էլ դժգոհ են։ Միանշանակ երկուսն էլ դժգոհ են։ Այս խնդրում գող կողմ չկա։ Եվ ցավոք սրտի, եթե խնդիրը չհանգուցալուծվի, Հայաստանին ոչ հեշտ ժամանակներ են սպասում։ Բայց իմ կարծիքով խնդիրը հանգուցալուծվելու է, որովհետև իշխանությունները արդեն բացայբաց խոսում են, որ պիտի դատապարտեն, ռուսների բնականաբար է դուր չի գալու, իշխանությունները բացայբաց ասում են, որ երկաթգիծը պիտի հետ վերցնեն, ռուսներին դա դուր չի գալու, նույն Ուրսուլա ֆոն դեր Լայնի Հայաստան մայիսից հետո հուլիսին Հայաստան գալու, դա էլ ռուսներին դուր չի գալու, դա էլ պատահական չի երբ ամսավներ, այնպես որ ես էլի լավատեսական եմ տրամադրված և գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ապագա ունի և գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները քայլեր կանեն Հայաստանի Հանրապետությունը այն ճիշտ նշված ուղղությամբ տանելու, առավել ևս, որ այդ քայլերի հնարավորություն Վլադիմիր Պուտինը իրենց չի թողել ու չի թողնելու։ Ես շնորհակալ եմ պարոն Սարգսյան ջան, ձեր ժամանակի համար հետաքրքիր հարցազրույցի։ Իդեպ դուք ասեցիք այդ բալանսավորման հետ կապված, որ ասում իրանք կհասկանան հիմա ինչ եմ ասում, հակառակը եթե արևմտյան ուժերին ձեր ասած այդ ովքեր այսպես ասենք, հա, Եվրաքվեի գործը կազմակերպեցին, այս մասով վերցնեին իրենց ցուցակ, այդ ժամանակ իրենք կարող էին խոսել բալանսավորման մասին։ Որովհետև հիմա ըստ էության իրանք ամբողջ ցուցակով յատմիստ են եւ դա բալանսավորել չի։ Այդ է ասում։ Շնորհակալ եմ ձեր ժամանակի համար, խնդրում եմ լայքերը, այո, հետևորդներին լայքերը, կոմենտները տարածելը ժողովրդյալ օգտագործեք այս գործիքները, շատ կարեւոր է։ Եվ մինչեւ նոր հանդիպում այս շաբաթվա ընթացքում ձեզ հետաքրքիր հարցազրույցներ կներկայացնենք նաեւ Ուկրաինայից շատ հարգված էքսպերտների հետ։ Մի խոսքով էլի կլինեն հարցազրույցներ, լավ մնացեք եւ մինչեւ նոր հանդիպում։